Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին։ Այս մասին Աստանայում Ղազախստանի նախագահի հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային եւ երկաթուղային ենթակառուցվածքներում բոլոր աշխատանքները կավարտվեն 2026 թվականի կեսերին։ Այլ երկրների տարածքում հուսով ենք նույն արագությամբ այդ ամենը կիրականացվի եւ այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին, ասել է նախագահը։ Թրիփ տարանցիկ միջանցքի նախագիծը, որը դարձավ օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի ձեռքբերումներից մեկը, անպայման կյանքի կկոչվի, հայտարարել է Ալիևը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, Բուդապեշտ կժամանեն հոկտեմբերի 30-ին։ Պարբերականը փոխանցում է գերմանացի պաշտոնյայի խոսքը։ Աղբյուրի խոսքով եվրոպացիների շրջանում ակնկալիք կա, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կներկայացնի իր ծրագրերը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովից առաջ, ներառյալ եվրոպացի ներկայացուցիչների հավանական հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ։ Պաշտոնյան սակայն նշել է, որ այս պահին այդ տեղեկատվության ոչ մի հաստատում չկա։ Եվրամիության իշխանությունները կասկածում են Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման նպատակահարմարությանը։ Այս մասին հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրներին հայտնել է Financial Times թերթը։ Բուդապեշտում գործարքն արդեն ձեռք է բերվել եւ այն այնքան էլ լավ չի ավարտվել Ուկրաինայի համար, ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ասել է մեկ այլ աղբյուր, նկատի ունենալով նաեւ 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։ Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամերիկացի գործարար Իլոն Մասկը շուտով կարող է ժամանել Ռուսաստան։ Այս մասին հայտնել է նրա հայրը, Էրոլ Մասկը, ով գտնվում է Ռուսաստանում։ Նա անընդհատ թռչում է, այնպես որ գիտեք, մոտ ժամանակներս նա կարող է հայտնվել այստեղ, հայտարարել է Էրոլ Մասկը։ Թաթարստանի մայրաքաղաքում Մասկ ավագին ցուցադրել են IT պարկ եւ նախատեսում են էքսկուրսիա կազմակերպել Ինոպոլիսում, որը հյուրի խոսքով իր համար հետաքրքիր է արհեստական բանականության զարգացման տեսանկյունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը մոտ է։ Ոչ Ջորջ Վաշինգտոնը, ոչ էլ Աբրահամ Լինքոլնը չեն ավարտել 8 պատերազմ։ Ես ավարտել եմ 8 պատերազմ, իսկ 9-րդ պատերազմը, որը սկսվել է Ուկրաինայում, արդեն ավարտվելու ճանապարհին է, ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Բլումբերգը հղում անելով տեղեկացված աղբյուրներին հաղորդել էր, որ եվրոպական երկրները եւ Ուկրաինան պատրաստվում են ռազմական գործողությունները դադարեցնելու 12 կետից բաղկացած ծրագիր։ Այդ ծրագիրը ներառում է պատժամիջոցների վերացումը։